Արարման վայրը Արարատի երկրում էր եւ դա էր կամքը Արարչի։ Ամեն ինչ սկսվեց Ց օրենից։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել կերակրատեսակներ, որոնք մենք անվանել ենք մեր պատմական հայրենիքի նահանգների անուններով։ Այսօր մենք ձեզ կներկայացնենք ուտեստ փայտակարան։ Բաղադրիչները սև սալորաչիր, բազուկ, լոլիկ ենք օգտագործելու, կծու պղպեղ ենք օգտագործելու եւ խոզի սրունք։ Սոուս ենք պատրաստելու հատուկ, որը ստանալու ենք կարմիր անապակ գինուց, իսկ եթե մենք կարիք ունենք գինու, ապա անպայման օգտագործում ենք լուսարև ընկերության հիանալի գինին։ Եվ դոշապ, նարշարապ, իհարկե համեմունքներն արդեն պարզ են դրա, մի քիչ աղ, մի քիչ յուղը կօգտագործենք անպայման դիլի ընկերության յուղը, որովհետև նա ամենաարդար, ամենավորակով յուղն է եւ չունի որևէ այլ հավելումներ։ Ուրեմն կերակրատեսակը նախ եւ առաջ սրունքը պիտի շոքեխաշենք, շոքեխաշելու ընթացքում քիչ ջուր, իհարկե, դնելու ենք դափնու տերև, կլոր խոշոր, այսպես ասած, խոշորահատ հոտավետ պղպեղ, դա կտևի մոտավորապես 45 րոպե եւ այդ ընթացքում մենք պատրաստենք խավարտը եւ սոուսը։ Մի քանի պղպեղ, ջուր շատ քիչ քանակի, շատ քիչ, 30% ընկղմվածություն։ Բազուկի հետ աշխատելու համար ես վերցրեցի ձեռնոց, կիսենք նաև սև սալորաչիրը, ներողություն սև սալորը, խավարտը փաստորեն մենք կստանանք մրգաբանջարեղենային խավարտ, որը շատ ընդունելի է, քանի որ սոուսն էլ այնպես չի, որ միայն բանջարեղենը լիներ, սոուսն էլ իր մեջ պտուղ է պարունակում, իսկ ընդհանրապես կերակրատեսակը, եթե ունի սոուս, ապա նրա համայն հատկանիշները շատ ավելի այսպես գնահատվում է սոուսի համերով, որովհետև սոուսը ոչ միայն նրան հավելյալ համ է հաղորդում, ոչ միայն որոշակի սննդային արժեքներ, այլ նաև նպաստում է մարսողությանը։ Բազուկը նույնպես կիսենք, եթե մեծա կարող ենք, այսպես ասած, Մերսեդեսի նման կիսել։ Արդեն եռում է, հիմա ընդհանրապես հենց սկսում է ինչ-որ բան եռալ, ապա անմիջապես պիտի կրակը իջեցնել եւ որքան հնարավոր է հազիվ նշմարելի եռով պատրաստել։ Մենք հիմա կպատրաստենք սոուսը, այնուհետև կանցնենք խավարտին։ Եվ այսպես գինի, լուսալեւ չքնաղ հրաշալի գինի, շարաբը, շարաբները դրանք մրգային եւ հատապտղային հյութեր են, հնուց մեր խոհանոցում առկա եւ ռուփ են նաեւ կոչվել,
դրանք շատ հնուց գոյություն են ունեցել մեր խոհանոցում, ընդհանրապես մեր կենցաղի մեջ եւ բոլոր, համարյա բոլոր հատապտուղներից պատրաստվում էին մեկ սխալ կարծիք է առաջանում նարշարաբի կամ այլ որոշ սոուսների պատկանելիության մասին, ընդհանրապես խոհանոցի մասով պատկանելիությունը վիճարկել, եթե կա այդպիսի խնդիր, եթե վիճարկվում է, ապա ուղղակի պետք է նայել այս կամ այն մթերքի էնդեմիկ ծագումը եւ իհարկե առավել եւս եթե այս կերակրատեսակը ունի ծիսական նշանակություն, ապա այստեղ խոսել պատկանելիության մասին արդեն ավելորդ է։ Սիրելի ունկնդիր, խոզի սրունքը, որպեսզի շոկե խաշվի, մեզանից կպահանջվի մոտավորապես 15-ից 18 րոպե, իսկ երբ պատրաստվեց սրունքը, անպայման ջեռոցում պիտի կեղևապատենք բարձր ջերմաշանի տակ, այդ ընթացքում արդեն կտապակենք մեր խավարտը եւ կմատուցենք, այնպես որ կմիանանք 15-18 րոպե հետո։ Եվ այսպես, արդեն ժամանակն է, որ մենք տապակենք խավարտը, բանջարեղենն ու միրգը, դե սրունքը արդեն շոքեխաշվում է, այդ ընթացքում ես միացրել եմ նաև ջեռոցը, որովհետև սրունքը հենց շոքեխաշվեց, պիտի բարձր ջերմաշանի տակ ջեռոցում կեղևապատենք։ Թեթև յուղով, իսկ յուղ օգտագործում ենք մենք միայն դիլի ընկերության հալած յուղը, որովհետև շատ առողջարար է եւ շատ անարատ, շատ բորակով։ Շատ քիչ պիտի լցնենք։ Որովհետև բանջարեղենները եւ մրգերը այդքան շատ յուղ չեն պահանջում տապակելու ժամանակ։ Հիմա նախ տապակենք բազուկը, նախորդ պիտի ես զգուշացնեմ սիրելի հայրենակիցներ, որ երբ որ մենք ասում ենք տապակել, դա չի նշանակում, որ այնքան ենք մենք վառում, այսպես ասած, որ մթերքը արդեն ամբողջությամբ հալից ընկնում է կամ գունափոխվում եւ բնականաբար այդ ամենը սննդային արժեքների կորուստի հաշվին է լինում։ Գունափոխվել նշանակում է ինչ-որ բան կորցնել իր բնականից։ Լոլիկներ կտապակենք հենց այսպես, պղպեղները կտապակենք։ Երբ որ մենք ուզում ենք եւ տեսնում ենք, որ բանջարեղենը, որը երկար ժամանակ պիտի տապակվի, ապա բարձր ջերմաշանով սկսելուց հետո, մի քիչ կեղև վերցնելուց հետո, կարող ենք իջեցնել ջերմաշանը եւ արդեն նույնիսկ ծածկել տապակը եւ տալ ջեռոցի էֆեկտ։ Այսինքն ջերմային մշակման եղանակները ինչով են տարբերվում մեկը մյուսից։ Տարբերվում են ընդամենը ջերմության փոխադրիչով։ Տապակման ժամանակ ջերմության փոխադրիչը ճարպն է, խաշելու ժամանակ ջերմության փոխադրիչը ջուրն է, շոկեխաշելու ժամանակ գոլորշին է, ջեռոցում ջերմության փոխադրիչը շիկացած եւ տաքացած օդն է։ Հիմա եթե մենք տապակում ենք, այստեղ այս պահին մենք ունենք հետեւյալ պատկերը, ջերմության փոխադրիչը ճարպն է, շիկացած, տաքացած։ Բայց հիմա եթե մենք ծածկենք, նրանից նաև գոլորշի է առաջանալու, շոգի է առաջանալու եւ տապակելու հետ միասին նաև նա շոկ է խաշվելու է։ Իսկ բազուկը մենք գիտենք, որ հարկավոր է երկար ջերմային մշակման ենթարկել։ Ջեռոցում մենք նախընտրել ենք, վերցրել ենք 241-240 աստիճանը, դա արդեն թխման ջերմաշան է, տապակման ջերմաշանը 140-ից մինչև 180 աստիճանն է ջեռոցում, 180-ից արդեն բարձր և հատկապես 230 և մինչև 300 աստիճան, դրանք թխման ջերմաշան են, որովհետև վերցրել եմ թխմանը սկզբից, որ անմիջապես կեղև ստանամ, արդեն շոկեխաշված սրունքը ես տեղադրելու եմ այստեղ և ինձ պետք է լինելու անմիջապես, որ ես կարողանամ կեղև ստանամ։
Սալորները շրջենք։ Ինչ է կարծիք, սալորին ինչով կարելի է համեմել։ Իհարկե մի քիչ շաքարավազով։ Իսկ բազուկը արդեն կարող ենք նաև աղ օգտագործել։ Ջեռոցը հուշեց, որ հավաքել է այն ջերմաստիճանը, որը ես պատվիրել եմ։ Բազուկները աղով համեմեմ։ Ծածկենք։ Իհարկե միսը այս կերակրատեսակի եւ ընդհանրապես եթե կա միս, ապա յուրաքանչյուր կերակրատեսակի հիմնական մթերքն է եւ այստեղ տարօրինակ ոչինչ չկա, որ մենք խոզի մսին, խոզի սրունքին նախընտրել ենք այսպիսի խավարտ, բազուկի եւ սև սալորի համադրությունը։ Բազուկի հատուկ կիսաքաղցրային այդպես համը համադրել ենք սև սալորի քաղցրաթթու համին եւ սոուսը նույնպես մեր այդպեսին է լինելու քաղցրաթթու սոուսն արդեն համարյա պատրաստ է մնում է մենք մի քիչ մեղր ավելացնենք եւ վերջ ռեհան կտրատված թարմ ռեհան ավելացնենք սոուսին մի քիչ աղ եւ մի քիչ դիլի ընկերության հալած յուղ վերջ սոուսը պատրաստ է արդեն մեկ անգամ ևս շրջենք եւ բանջարեղենը եւ միրգը ինչպես տեսնում եք մենք ընտրել ենք պինդ սալոր կիսախակ կարելի ասել Այս դեպքում էլ մեկ է սննդամթերքի տապակումը նշանակում է շատը, ասենք, որ չխրթան արդեն լավ եփվել է եւ խրթան։ Նախընտրում ենք խրթան, որպեսզի բանջարեղենը ինչի համար ենք մենք շատ օգտագործում բանջարեղեն։ Բանջարեղենի հատկապես վիտամինային մասը։ Իսկ վիտամինային մասը շատ զգայուն է ջերմային ռեժիմի նկատմամբ, շատ եռացնել, շատ ջերմային մշակման ենթարկել չարժ է, կունենանք կորուստ։ Եվս մեկ անգամ շրջենք, նախապատրաստենք ջեռոցի համար նախատեսված տապակը, դե ինչ, արդեն շոկ է խաշվել է, հիմա մենք աղ ավելացնենք այստեղ,
Սև պղպեղ, կարմիր, և պիտի ջեռոց դնենք ես նշեցի, հիմա անենք այստեղից, տեղադրենք տապակի մեջ, մի քիչ օծենք մեր սոուսով, և դնենք ջեռոց։ Ինչպես տեսնում եք, խավարտը նույնպես արդեն շոգ է խաշվել է, կամ շոգ է հարվել է, որովհետև այստեղ գոլորշին առաջացել է ձեթի և իրենից, այսինքն մթերքներից արտազատված խոնավությունից, հիմա մի քիչ նանակ ավելացնենք, չոր, Ես կտեղափոխենք։ Տեղափոխենք այստեղ։ Շատ է խոսվում այս կամ այն մթերքի հետ, այս կամ այն մթերք, այսինքն համադրելիության մասին մթերքների, թե որ մթերքը ինչի հետ կարելի է ճաշակել, բարեկամներ, մթերքների մասով չի դա տարբերությունը, այլ նրանց բաղադրության բնականաբար, որովհետև տարբեր սննդանյութեր մեր օրգանիզմի մեջ ունեն տարբեր վայրեր մարսողությունը սկսելու, սկսած բերանի խոռոչից, ստամոքսից և վերջացրած աղիներով։ Որոշակի նյութեր կան, որոնք սկսում են տրոհվել արդեն բերանի խոռոչում, ծամելու ընթացքում խառնվելով թքի հետ, և դրանք վիտամիններն են մեծամասամբ։ Իսկ ճարպերը և սպիտակուցները դրանք ստամոքսում են թթու միջավայրի ազդեցության տակ, իսկ ածխաջրերը աղիներում։ Եվ հետևաբար, տեսեք տրամաբանական է արդեն, եթե մենք այդ խառնում ենք, այսինքն սկզբից ուտենք ճարպ սպիտակուցով հարուստ մթերք, ստամոքսը լցնենք, այնուհետև ածխաջրով հարուստ, պարզ է, որ նա այդ ածխաջրով հարուստ սննդամթերքը կմնա ստամոքսում, իսկ այնտեղ նա այդ միջավայրը չունի, որպեսզի տրոհվի և կառաջանա այրոց կամ իժոգա, որ ասում ենք, որովհետև նա պիտի գնա ստամոքսը անցնի, աղիներով նոր սկսի տրոհվել։ Հարցը այս նշանակության վերաբերվում է հենց այդ բնութագրին, այս կամ այն մթերքի։ Տեղափոխվենք արդեն մատուցման համար։ Ջեռոցում մենք 240 աստիճան ենք դրել, որպեսզի կեղևապատվի, հիմա կիչեցնենք, Երեք րոպե եմ էսենց պահանջելու։ Հիմա մենք արդեն տեղադրենք մատուցման սկուտեղի մեջ տեղադրենք խավարտը։ Նախ խավարտը օծենք սոուսով, միսն էլ է արդեն պատրաստ,
ամենահաս կանաչիները, այսպես, հենց, մենք պատրաստեցինք սոուսը, որը ինչպես նախորդ նշեցինք, պատրաստեցինք գինով եւ նարշարաբով։ Հիմա մենք մի քիչ սառը ճզմած ձետ կավելացնենք, իսկ այդ դեպքում մենք միշտ անդրադառնում ենք Pietro Coricelli արտադրանքին, այս ընկերությունը Եվրոպայում շատ հայտնի ընկերություն է ձետ արտադրության բնագավառում եւ առաջատարներից է եւ արտադրում է տարբեր ձեթեր, այդ թվում զեյթունի, արևածաղկի, քունջութի, կանեփի, կտավհատի, արտադրում են նաեւ սոուս, յուղ կոկոսի, ձեթ, քացախ եւ այլն։ Բնականաբար շատ օգտակար լինելու հետ միասին այս ձեթը նաեւ շատ լավ համային հատկանիշներ ունի։ Այս ընկերությունը, իտալական ընկերությունը համագործակցում է հայաստանյան Alpha Food Service ընկերության հետ, այս ընկերությունը ներկայացուցիչն է իտալական ընկերության։ Շատ քիչ ձեթ Սիրելի հայրենակիցներ, կերակուրը պատրաստ է եւ մինչ ավարտելը ուզում եմ հիշեցնել այն ընկերությունների մասին, որոնց շնորհիվ այս հաղորդաշարը գոյություն ունի։ Մեր հովանավորներն են Դիլի կատնամթերքի ընկերությունը, որոնք արտադրում են մաքուր անարատ կատից արտադրանք եւ չեն պարունակում հավելումներ։ Դիլի արտադրանքները դուք կարող եք գտնել բոլոր մեր մեծ խանութներում, շատ բազմազան տեսականի ունի, պանիրների, մածուն, քամած մածուն եւ այլն։ Մեր հովանավորն է նաեւ Լուսարև ընկերությունը իր համեղ եւ շատ զուտ հայկական գինիներով։ Փնտրեք բոլոր խանութներում հենց այդ գինիներից։ Ինչպես ասում են, արևի լույսի համն է կրում այս գինիները։ Մեր գործընկերն է նաեւ Alpha Food Service ընկերությունը, ով հանդիսանում է Pietro Coricelli ձեթ արտադրող ընկերության ներկայացուցիչը Հայաստանում։ Բարեկամներ, այս կերակրատեսակները եւ այլ հայկական կերակրատեսակներ ճաշակելու համար ձեզ մնում է ուղղակի միայն այցելել Մեգերյան Կարպետ ընկերություն, իսկ սովորելու համար թե ինչպես պատրաստել, հարկավոր է դիմել Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիա։ Այսքանն ենք նախատեսել ձեզ համար, իսկ մեր ցանկությունն է, որ մենք միշտ լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Ստեսյուն բարեկամներ։